Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Նարեկ Կարապետյանի գործի վերաբերյալ տեսանք, որ խափանման միջոց ընտրվեց, բայց առավել մանրամասն կասեք ինչ մեղադրանք է գործել։ Մեղադրանքի վերաբերյալ այն օրը ներկայացրեցինք տվյալը, ոչ մի նոր բան չկա, այսինքն խոսում ենք ընդհանրապես իրավաբանության հետ կապ չունեցող մի աբսուրդային մեղադրանքի մասին, ընդհանրապես մեղադրանք իրավական դատավարական կատեգորիան է նաև արժեզրկվում, ցավում եմ դրա համար, ինչևէ, այստեղ կարևոր փաստը, որ արձանագրենք այն է, որ ինչպես երեք ներկայացրել էինք, կալանավորման հարց ընդհանրապես այլևս չառաջացավ եւ չէր էլ կարող առաջանալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո։ Բայց մյուս կողմից նաեւ կան այնպիսի ինտենսիվ խափանման միջոցներ, իհարկե ոչ համեմատության մեջ կալանքի հետ, բայց բացակայելու արգելքը, գրավը որպես խափանման միջոց, որոնք իրենց, այսպես ասած, դատավարական հեռանկարը չունեն եւ դրանց վերաբերյալ նաեւ դատավարական վերաբերմունք պետք է լինի, այդ թվում դրանց հնարավոր բողոքարկման մասով։ Սա է ուզում արձանագրել որևէ իրավաբանության հետ կապ չունեցող մեղադրանք է։ Ինչ ներկայացրել ենք, այսինքն տեսել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այդ աբսուրդի շրջանակներում է։ Կայացվեց որտեղ է կայացվել, որ Քննչական կոմիտեն է նշված գործողությունները կատարել, դատախազությունն էլ այսօր հայտարարությունը տարածել է։ Եվ այստեղ ինչն է հետաքրքիր։ Տեսեք, իրենք ի սկզբանե խոսում էին կալանքի մասին, չէ՞, նույնիսկ նման միջնորդություն էին ներկայացրել։ Ոնց տեսնում եք, երբ կալանք չի կիրառվում, դրանից արդարադատությունը, իրավաբանությունը փուլ չի գալիս։ Պարզապես կարելի է մի փոքր կարևորել իրավունքի գերակայությունը եւ առիթից օգտվելով ազատություն մաղթենք բոլոր քաղբանտարկյալներին։ Շնորհակալ եմ։